Ժորժը, գնում ենք ընտրությունների և երևի նկատել եք, որ հիմնական խոսակցությունը խաղաղության մասին չէ, երևի տարբեր վարիացիաներով, բանով, բայց հիմնական թեման խաղաղությունն է։ Իշխող խոսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական, այսպես ասենք, թեզը։ Ինչու համար, որովհետև ուրիշ բանից չի կարող խոսալ, իսկապես բոլոր նախանշված ծրագրերը իրենց նախկին խոստումները իրենք տապալել են եւ մնացել է այդ թեման խաղաղություն։ Եվ այդ թեման առաջ մղելու համար փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են սեփական աշնորհել խաղաղությունը եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը բերելու են պատերազմ։ Եվ զավեշտալին նա է, որ խաղաղության մասին խաղաղության այդ թեզը փորձում է սեփականաշնորհել մի մարդ, որը բերել է պատերազմ, բերել է զոհեր, բերել է իսկական արհավիրք սեփական ժողովրդի գլխին։ Եվ մեղադրում է այն քաղաքական ուժին, այն առաջնորդին, որի ժամանակ եղել է խաղաղություն, չի եղել պատերազմ, եղել է արժանապատիվ խաղաղություն։ Եվ ըստ էության մենք մտել ենք մի բանավեճի մեջ, որը իր էությամբ աբսուրդային է, Ժորժան, չեք նկատում, խաղաղության ցենց դրոշը, ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ, 12000 վիրավոր եւ տարածքային հսկայական կորուստներ, 150,000 փախստական։ Եվ փորձում է խաղաղության մեջ մեղադրել մի մարդու, որի կառավարման ժամանակ եղել է արժանապատիվ խաղաղություն։ Սա իսկապես աբսուրդ է, բայց մենք սա տեսնում ենք։ Հիմա Ժորժա, ես իմ կյանքում միշտ փորձել եմ ինչ ասում եմ, բացատրել թե ինչի համար եմ սա անում, եւ եթե մեկը մի բան է ասում, փորձում եմ նաեւ պահանջել, թե հիմնավորի թե ինչի համար ես դու սա ասում։ Ես չունեմ հետևյալ բացատրությունը։ Ինչ են ասում, ինչ է ասում օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Ասում է մեզ պետք է խաղաղություն, բայց մեզ պետք չեն երաշխիքներ եւ երաշխավորներ։ Մենք ասում ենք, մենք ուզում ենք, մենք բերում ենք խաղաղություն, բայց խաղաղությունը կարող է հարատևին լինել եւ կայուն լինել, եթե կա երաշխիքային համակարգ, կան երաշխավորներ։ Հիմա կարող եք ինձ բացատրել, կամ մեկը բացատրի, կամ ինքը բացատրի հանրությանը, ինչով է իրենք խանգարում երաշխիքները խաղաղության համար։ Այդ հարցը ես ինքս ինձ տալիս եմ, ես տարբեր լրատվամիջոցներով փորձում եմ այդ հարցը հաղորդել, միգուցե մի պատասխան ստանամ, զրոյական պատասխան։ Պատասխան չկա։ Ասում են, չէ, մեզ խաղաղությունը պետք, բայց այդ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի Ադրբեջանով։ Մենք օքեյ ենք սրա հետ։ Հիմա ես կրկնեմ այդ շատ պարզ միտքը։ Ինչով է ձեզ խանգարում ձեր խաղաղությանը երաշխիքային համակարգը եւ երաշխավորները։ Ինչով է ձեզ խանգարում, օրինակ, եթե պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչով է ձեզ խանգարում, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որը կհաստատի այս խաղաղությունը եւ որտեղ արձանագրված կլինի, թե խաղաղության խախտողը կենթարկվի որոշակի պատասխանատվության։ Հետևանքներ կլինի ագրեսորի համար։ Ինչով է դա ձեզ խանգարում։ Սա մեկ հարցադրում, ուղղակի ես հրավիրում եմ ձեզ նաև մտածել սրա մասին։ Ես չեմ կարող նաև ստանալ մի պարզ պատասխան, մի պարզ հարցի շուրջ։ Մեր հայի ինքնությունը ինչով է ձեզ խանգարում։ Ինչ եք ուզում հայի ինքնությունից։ Խի եք մտել կռվի մեջ, պատերազմի մեջ մեր ինքնության հետ։ Պատասխան չկա։ Մեր պատմությունը ձեզ ինչով է խանգարում, Ժորժան, ես չգիտեմ, ինչով է խանգարում հայ ժողովրդի պատմությունը Նիկոլ Փաշինյանը։
Ես չեմ հասկանում եւ այդ պատասխանը չունենք, միջի այսօր չենք ստացել այն պահից, երբ այդ դիսկուրսը սկսվել է։ Թե ինչով է խանգարում ձեզ մեր եկեղեցին։ Ինչ եք ուզում մեզ գոնե հիմնավորեք, ասեք կոնկրետ sense համար 1 պատճառը սա է, համար 2 պատճառը մյուսն է եւ այլ։ Գիտեք, սրտիկներով պետություն չեն կառուցում, այս ամբիոնից արդեն հնչեց։ Սրտիկներով իսկապես մարդկանց ուզում են խաբել, միգուցե։ Բայց երբ որ դու խոստանում ես մեկ բան, ժողովրդի լեզվով ինչ են ասում, անում ես լրիվ ուրիշ բան։ Ժողովրդի մոտ շատ բարձ բան կա, չի ասում, այս մարդը գցեց։ Միգուցե սիրուն բառ չի։ Այս մարդը ժողովրդին գցեց։ Ոչ թե ընկերոջ մյուս, այդ ընկերների մասին մենք գիտենք, որ սաղին էր գցում, աջ ու ձախ։ Բայց Նիկոլ Փաշինյանը բոլոր այս ուղղություններով անվտանգություն, ինքնություն, եկեղեցի, հայկականություն, բոլոր այս հարցերով գցեց հայ ժողովրդին։ Քաղաքական խարդախ է այս մարդը, ոտից գլուխ։ Հիմա էր Հայաստանի քարտեզը Կուրսկին դրած, չգիտեմ ինչ է քարոզում։ Չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած կհայտնվի ինչ-որ հանդիպումների վրա։ Հիմա մի քանի խոսք Աննան նշեց արդեն այդ պարադի մասին, երբ շատ sense խոսակցությունների թեմա դարավ այդ պարադ կոչեցյալ հատուկ այդ պարադ եմ ասում, sense ժողովրդի մոտ ավելի շատ դա է, չէ, sense զորահանդես պարադ բառը օգտագործել։ Ես այն փորձը ունեմ եւ այն հիշողությունը իմ կենսագրության հետ կապված, որ կարող եմ համեմատություններ անել նմանատիպ sense երևույթների հետ։ Ուղղակի հիշեցնեմ շատ է նման Սահակաշվիլիին, Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ համեմատությունը 1-2 անգամ արել եմ ուրիշ թեմաների շուրջ, բայց շատ է նման։ Ուղղակի հարահարի, վիճակը սրի, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնի, հետո օրինակ ռուսների հետ հարաբերություններ փչացնի, ամերիկացիներն մեկից ինչ-որ բան ստանալ, օգուտներ քաղել։ Այդ օգուտները քաղել, ազնական օգուտ են քաղում, բայց ժողովրդի գլխին փորձանք են բերում։ Հիմա ես հիշում եմ Սահակաշվիլիի քայլերը։ 2007 թիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած եւ արդեն արևմուտքից որոշ զինտեխնիկա ստացած, զրամեքենաներ, ինչ-որ բաներ եւ այլ, որը չնչին էր, բայց լավ ներկած, ցույց էին տալիս։ Առաջի պարադը, եթե չեմ սխալվում, եղել է 2007 թիվ մայիսի 26, իրենց անկախության օրն էր։ 2008 թիվ եւս մայիսի 26, եւս շքերթ, ես ինչի համար եմ դա հիշում, եւ նույն ներկած մեքենաները, շքերթ, որովհետեւ 2007 թվականի ես իրեն հետ հանդիպել եմ ինքը հրավիրել էր Բաթումիում։ Գիտեք ինչ էր ասում, նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է, ամենայն անկեղծությամբ, ձեզ ասում եմ այն ինչ եղել է, բանակ չկա, տամ սի ալկոգոլիկի, տամ չգիտեմ եւ այլ, քայքայված բանակ է, մեր բանակը, իրեն այն ժամանակ ասացի գլուխը ցավում է, ասի գլուխը ցավում է, լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող ես հայտնվել։ 28 թվականի ես արդեն նախագահ չեմ, մայիսի 26-ին մի հատ շքերթ է անում, սիրուն, ներկած, դրոշներով, ամեն ինչով այդ տեխնիկայով, ուղիղ 2 ամիս հետո հարձակվում են Ցխինվալի վրա, խաղապահ, ռուսական խաղապահներից 22 հոգի, եթե չեմ սխալվում, զոհվում են, բայց դրանից հետո 3 օրում ռուսական բանակը հայտնվում է Թիֆլիսի մոտակայքում եւ մտնում են Պոցի, ուր գնում են դեմ ազատ էր, բանակ չկա, այդ պարադանող բանակը անհետացել է,
բանակ էին փնտրում, ահու էին անում, բանակ չկար։ Ժողովուրդ ջան, ձևականության, սենց պոնտերի, սենց ցուցադրական քայլերով դու բանակ չես կարող ստեղծել։ Չես կարող ստեղծել։ Մի խայտարակություն էր, Սաակաշվիլին էլ իր բան գալստուկներ բանանում, ծմծանում, եթե այդ կադրերը մի քիչ ավելի ավակ սերունդը երբ լավ են հիշում։ Ձեզ փորձում են համոզել, որ զրոյից բանակ է ստեղծել եւ մի հիմար արտահայտություն օգտագործվեց, ինչպես ասեց, երեք, հա, ավերակ կոչեցյալ բանակը ինքը իբրև ժառանգել է, ինքն է սարքել ավերակ, մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ինքը սարքել է ավերակ, հիմա ավերակ սարքելու մեջ փորձում է մեղադրել նրանց, ով այդ բանակը ստեղծել են։ Եվ իմ կոչը չխաբվենք, այս մարդը խաբելու չեմպիոն է, իսկապես չեմպիոն է, այստեղ մենք չենք կարող մրցել։ Ուրեմն պետք է զգաստանանք, պետք է հասկանանք, որ մենք ունենք այդ հնարավորությունը կանխել այս ամենը, մենք ունենք հնարավորություն ամրապնդել մեր ինքնիշխանությունը, ամրապնդել մեր բանակը եւ մենք կոնկրետ Հայաստան դաշինքը այն ուժն է, որը բերելու է խաղաղությունը։ Արել ենք ժամանակին, անելու ենք եւս հիմա։ Եվ մեր բանաձևը խաղաղության հետեւյալն է, կրկնեմ, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, հարատևելի եւ կայուն։ Եվ չի կարող լինել խաղաղություն, որը կախված է մեկ մարդու քմաճույքից, տվյալ դեպքում Իլհամ Ալիևի քմաճույքից, դա խաղաղություն չի, դա վասսալական կախվածություն է Ադրբեջանից։ Եթե համաձայն ենք, ուրեմն ինչ պետք է անենք մենք, հունիսի 7-ին, համար 17-ին, եւ միասին կարող ենք, միասին կարող ենք։ Եթե ինքը գլոբուսը չդիլի, մենք պետք է գլխին այդ գլոբուսը դնենք։